Ես եմ։ Այս սիրուն տղեն ես եմ։ Վաղարշաբաթ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչների հետ է ծանոթանում Քարոզարշավի 12-րդ օրը հաղթանակ դաշինքի թեկնածուն։ Ամեն մեկին տալիս համար 1 քարոզչական թերթիկը, հորդորելով ակտիվ մասնակցել ընտրություններին։ Աջակցել ենք, ինչ անենք, այս հնարավոր չափի ասա անենք։ Ծափենք տալ, ուրախանալ։ Ակտիվ 16-ին էլ ամսի ակտիվ գնանք ընտրատեղամասեր, ձայն տանք քվեաթերթիկ 1-ին։ Սևակ Խաչատրյանը շատերից լսում է հավաստիացումներ ձեզ ենք ընտրելու։ Ձեզ տանք, ապրեք, շատ շնորհակալ ենք։ Միայն թե չընտրվի վաղարշաբաթի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ասում են որոշ հայթաղցիներ։ Արգիշտի Մեխակյանը գիտես ով է։ Նիկոլակ, այդ զայն տակ Արգիշտի ուրեմն զայն է տալիս Նիկոլակ։ Իհարկե։ Ղարաբաղը ծախեց, հիմա էլ Հայաստանն է ուզում ծախի։ Հաղթանակ դաշինքի թեկնածուն նկատում է, որ ընտրություններից 4 ամիս առաջ Խոյ եւ Վաղարշաբաթ համայնքների միավորումը Արգիշտի Մեխակյանի համար հավելյալ ձայներ ապահովելու նպատակ ուներ։ Իրանց հեչ վեժնել չի, որ Արշալույսին կամ Լեռնամերսին ոնց է գալու հասնի Էջմիածին ամեն անգամ մի տեղեկանքի խնդրով։ Իրանց դա հետաքրքիր չի, իրանց այսօր այս վարքյանին պետքա ընտրության արդյունք, էլի։ Խաչատրյանը խոստանում է, որ իրենց ընտրվելու դեպքում Վաղարշաբաթի համայնքապետարանի դռները միշտ բաց են լինելու բոլոր բնակավայրերի բնակիչների համար, այնտեղ աշխատողները լինելու են վաղարշաբաթցիների ընկերները։ Այս հայտարարությունը հաղթանակ դաշինքի թեկնածուն անում է արդեն Էջմիածնում։ Համայնքի ցանկացած բնակիչ համայնքապետարանին եւ աշխատողներին նայի որպես իր ընկերոջ։ Այսինքն համայնքապետարանը պետք է լինի բնակչի ընկերը, որտեղ մարդը մտնելով համայնքապետարան պետք է ստանա իր խնդրի լուծումը։ Խաչատրյանը նկատում է, երբ մարդն ուզում է ինչ-որ բիզնես սկսել, խճճվում է թղթաբանության մեջ, խոստանում է, որ նոյեմբերի 16-ին, եթե իրենց վստահության քվե տան, այլևս այդպես չի լինելու։ Դուք չեք գալու մեզ մոտ, մենք ինքներս ենք, ոնց որ այս ընթացքում էլ մենք ենք միշտ եկել ձեր մոտ, մենք ենք գալու։ Կանաչապատ տարածքների ավելացում, թափառող կենդանիների, բազմաբնակարան շենքերի, տանիքների ու կոյուղատարների խնդիր, ամեն ինչ գիտի դաշինքը Վաղարշաբաթի կարիքների մասին։ Ընտրությունների մնացել է 10 քանի օր, ամսի 16-ը, դրանից հետո գալու ենք եւ նայելու ենք ձեր աչքերի մեջ։ Այսինքն այն ամենը, ինչ ես հիմա խոսում եմ, եթե մենք չանենք, առաջնային մեր ընկերները, մեր շրջապատը, դուք մեզ այսպես ասած ամոթանք եք տալու։ Ամոթանքի պատճառներ խոստանում են չտալ։ Հաղթանակ։ Ալբերտ Սերոբյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։